Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է եւ Քրիստոս փեսան է եկեղեցվո։ Ինչպես որ Ադամի գողեն ստեղծվեցավ գինը Եվան, այդպես ալ Քրիստոսի խաչելության ժամանակ, երբ Քրիստոսի գողը խոցեցին, Քրիստոսի գողեն ծնավ եկեղեցին։ Եկեղեցին սիրելներ ոչ մեկ ազգի չի պատկանիր, ոչ մեկ ազգային գառույց չէ, եւ ոչ ալ մարդու ստեղծածն է։ Եկեղեցին Աստվածաստեղծ է։ Եվ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որ մաս կգազմե այդ խորհրդական Քրիստոսի եկեղեցին, այսինքն բոլոր դեղական եկեղեցիները անդամներն են այդ Աստվածահիմն եկեղեցվո, սիրելիներ մեզի գճամփե ճշմարիտ վարդապետություն։ Մեր դոնացույցին մեջ մեր եկեղեցվո հայրերը եկեղեցվո համար բազմաթիվ դոներ նշանակած են, որբեսի հավատացյալները կարողանան հասկանալ, թե ինչ է եկեղեցին։ Օրինակ, Սուրբ Զադիգեն յետք հաջորդող երկու գիրագիները, նոր գիրագին եւ աշխարհամադրակ գիրագին, կխոսին սիրելներ առաջին եկեղեցվո մասին, որը ստեղծվեցավ Վերնադան մեջ եւ աշխարհը դարձավ աշխարհամադուր։ Եկեղեցու նվիրված դոներ են Սուրբ Էջմիածնի եւ Շողագաթի դոները։ Մեկը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սկզբնավորության դոնն է, իսկ մյուսը Սուրբ Էջմիածնի դաջարի գառուցման դոնն է։ Եկեղեցու դոնեն սիրելիներ խաչվերացի դոնը կանխող մեկ օր առաջ, որ զոր Սուրբ Հարության դաջարի նավագադիկն է, ապա 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի օրերուն նվիրված ուրեմն դոները, որով Փեթղեմի Ցիտենյաց լերան ուրեմն Աստվածամոր եկեղեցվո նավագադիկի դոները գեշադագեն, ինչպես նաև այսօր շատ կարևոր դոն է հիշադակ է հին ուխտի դաբանագին եւ նոր ժամանակներու եկեղեցին։ Քրիստոնեական եկեղեցին սիրելներ գտեսներ, թե ինչպես հին ուխտին մեջ ուխտի դաբանակ եւ որ դրվեցավ, այդ ուխտի դաբանակը իրականության մեջ նախաշուքն էր եկեղեցվո, նախօրինակն էր։ Եվ ահա եկեղեցին Քրիստոսի մարմինը եկավ սիրելիներ ցույց տալու, որ մենք բոլորս ալ հոգևորապես անդամներն ենք եկեղեցվո, հետևաբար Քրիստոսի մարմնին։ Շատ մեծ խորհուրդ ունի եկեղեցին։ Եկեղեցին բարձրապես շենքը չէ, սիրելիներ, այլ եկեղեցին հավատացյալներու համախմբումն է։ Ամեն շաբաթ ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն քրություններ։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ այս գոթողային կորձեն։ Արշակ Դեր Միքելյան, այս մեծ աստվածապանը եւ հայ առաքելական եկեղեցվո չադակով պաշտպանը, սկանչելի գոթողային կորձ մրած է, եկեղեցվո հայրերեն ուսումնասիրելով եւ միադեղ բերելով զանազան աստվածապանական թեմաներ։ Բացարիք քիրք մնես սիրելիներ եւ իսկապես որպես տասակիր կրնած զարայել շադերու վանքերու մեջ եկեղեցականներու համար ցերկի դակ գտնվող սկանչելի հավատքի քիրք է, աստվածապանական քիրք է եւ կգոչվի հայաստանյաց Սուրբ եկեղեցու քրիստոնեականը թավապանության ցերնակ։ Ես պիտի ընթերցեմ սիրելիներ երկրորդ հրադարագութենեն, ուրեմն 29-րդ գլուխը, որ վերնակրված է եկեղեցի։ Քիչ մխորունգ է, բայց լավ է որ խորունգ բաներալ ուսումնասիրենք, լսենք, թե ինչ է ճշմարիտ եկեղեցին։ Արդեն տեսանք, որ Սուրբ Հոգով անհատներն Աստուծո դաջար են դառնում։ Գիտենք, որ մենք բոլորս մեր մարմինները Սուրբ Հոգին դաջարներն են, եւ Սուրբ Հոգին է, որ մեզ իրեն դաջար կդարձնի։ Աստուծո հավատացյալներ են լինում։ Երկրորդ, այդ հավատացյալներից սիրո համայնք է կազմվում։ Երրորդ,
Այդպիսի համայնքներից աստվածբաշտական միասիրտ, միահոգի եւ միացայն ու միալեզու եկեղեցի են գազմագերբվում եւ չորրորդ յուրաքանչյուր եկեղեցի ճանաչելով որ Քրիստոս է իր փառքերի թագավորը դառնում է նրա թագավորության կամ արքայության մի դարը, մի մասը, սակայն մի այնպիսի մասը որ ներկայացնում է իր մեջ Աստուծո արքայության ամբողջությունը։ Սիրելիներ, երբ որ Սուրբ Հոգին ուրեմն հավատացյալներ կստեղծե, այլ խոսքով մեզ դաջար կդարձնե իրեն եւ այդ հավատացյալները Սուրբ Հոգի ստացած հավատացյալները կողքի կալով կգազմեն եկեղեցին եւ ամեն մեկ լեզվի պատկանող ազգ մենք հայացքենք հետեւաբար հայ եկեղեցի եւ որ գսենք հայ եկեղեցին անչափ չէ այդ մեծ եկեղեցի են Քրիստոսի խորհրդական մարմին են այս սիրելներ մաս կգազմե եւ ամեն մեկ եկեղեցի ուրեմն գսե որ Աստուծո արքայության ամբողջությունը կներկայացնի այստեղից բարձրապես հետևում է որ ինչպես Աստուծո արքայությունը սկսվում է իրականանալ այս աշխարհում եւ իր լրումին է հասնելու հանդերձյալում այնպես էլ յուրաքանչյուր եկեղեցի աճում զարգանում է այս աշխարհում որպես իր գդարումը ստանա հանդերձյալ կյանքում այս է իրականությունը կսկսի Աստծո արքայությունը կսկսի այստեղ են եւ եկեղեցին մեջ են եկեղեցին բզդիկ արքայությունն է եւ իր գդարումը կստանա հանդերձյալ կյանքի մեջ հավիտենական կյանքի մեջ եւ ինչպես որ Աստուծո արքայությունն իրականանում է հավատացյալ անհադի սրդում եւ եկեղեցի դարձնում նրան եւ ապա ճշմարիտ հավատացյալի վրա հիմնում է յուրաքանչյուր եկեղեցի ինչպես յուրաքանչյուր առաքյալի եւ ավետարանչի վրա այնպես էլ Աստուծո արքայությունը հաստատվում է երկրում նախ եկեղեցու մեջ իրակորձվելով եւ ապա յուրաքանչյուր եկեղեցու վրա հաստատվում է հանդերձյալ փառքի արքայությունը հստակ է սիրելներ որ արքայությունը մեզ մեկը սկսի եւ որ հավատացյալներուն սրդեն կսկսի արքայությունը ինչպես Հիսուսով ծեր մեջն է արքայությունը ապա հավատացյալները կողքի կալով եկեղեցի կդառնան եւ այդ եկեղեցին արքայության բզդիկ պատկերն է որ իր գդարումը կունենա հավիտենական կյանքի մեջ ուստի եւ Սուպրիկոր նարեգացին հարմարապես համեմատում է մարդուն իր եկեղեցու հետ եւ գմեջբերե Սուպ Գրիգոր ուրեմն նարեգացի խոսքը իմանալին իբրև հոգու խորուրդ եւ շոշափելին իբրև մարմնի պատկեր ինչպես յուրաքանչյուր հավատացյալ անհատ թե փաղկացուցիչ եւ թե կորձունիա անդամ է իր եկեղեցում այնպես էլ յուրաքանչյուր եկեղեցի փաղկացուցիչ եւ կորձունիա դար է Աստուծո արքայության սիրելիներ ինչպես որ մենք ամեն մեկս եկեղեցու անդամ ենք այդպես էլ յուրաքանչյուր եկեղեցի Աստուծո արքայության մեկ անդամն է անհատով է իրականանում եկեղեցին եւ եկեղեցով է իրականանում Աստուծո արքայությունը անհատները կազմված եկեղեցին եւ հետեւաբար Աստծո արքայությունն ալսիրներ դարբեր եկեղեցիները կազմված է ինչպես չի կարող եկեղեցի լինել առանց անհատների այնպես էլ չի կարող Աստծո արքայությունը լինել առանց եկեղեցիների անհատը մոդելում է Աստուծուն հաղորդագից է լինում նրան ըստանում է Քրիստոսի փրկությունը վայելում է աստվածային շնորհները եւ աստվածային կյանք վարում միմիայն եկեղեցիով ըստ այսմ եւ եկեղեցին ներկայացնում է Աստծո արքայությունն իր մեջ Աստծո արքայության մասն է կազմում դարածում է Քրիստոսի փրկությունը փաշխում է աստվածային շնորհները եւ աստվածային կյանք է ընդհանրացնում միմիայն եկեղեցով այդպես եւ Աստուծո արքայությունն իրականացնում է մարդու գոչումն իր եկեղեցիով ուրիշ խոսքով եկեղեցին միացնում է իր բոլոր հավատացյալներին գլուխ ունենալով Քրիստոսին եւ դարձյալ Քրիստոսի հաստատությունը լինելով դարածում սփռում է աստվածային շնորհներն իր բազմաթիվ որդիների մեջ սիրելիներ եկեղեցին ճիշտ է որ դարբեր անդամներ է փաղկացած է բայց գլուխը մեկ է գլուխը ոչ կաթողիկոսներն են ոչ առաջնորդներն են այլ գլուխը Քրիստոսի եկեղեցին դերը ոչ թե աշխարհի միայն մեկ մասի համար եկավ, այլ աշխարհի բոլոր մասերի համար։ Մի մասին բժշկեց, որբեսի մեկ մասի միջոցով բոլոր մասերը սովորեն գնալ նույն բժշկի մոտ, գսե Եղիշե բատմիչը։ Այս է նաև մարդկային պատմության բնական ընթացքը, ըստ որում միացեղ, միալեզու, միաբնույթ եւ պատմական առումով միագենցաղ անհատներից կազմվում է ազգը, որ առաջ է գնում անհատների աշխատանքով եւ որի շնորհները վայելում է յուրաքանչյուր անհատ։
ապա որոշ ազգերից կազմվում է ամբողջ մարդկությունը, որն առաջադիմում է ազգերի առաջադիմությամբ եւ որի առաջադիմության արդյունքները վայելում են եւ առանցին ազգերը։ Ուրեմն սիրելիներ, ինչպես որ անհատները կգազմվի ազգը, նույն լեզուն ունեցողներեն կազմվի ազգը, այդպես ալ սիրելիներ դարբեր ազգերեն կգազմվի Քրիստոսի եկեղեցին։ Ուրեմն հետևաբար աշխարհի ընթացքը անհատական հիմքի վրա է հաստատված։ Այդպես է եւ Աստծո արքայությունը, որի հիմքը կազմող անհատը հավատացյալն է ու յուրաքանչյուր եկեղեցի։ Արքայության շնորհները անհատը ստանում է յուրաքանչյուր եկեղեցիով։ Ասկությունն ու եկեղեցու ազգայնությունը անխզելի դարեր են դեզերական կյանքին մեջ։ Այս ամենից ինքստինքյան փխում է եկեղեցու գաղափարը։ Եկեղեցի հունարեն է եւ փարացի նշանակում է ժողով, իսկ ըստ կորզածության նշանակում է միապանություն Քրիստոսի այն ճշմարիտ հավատացյալների, որոնք հաստատված առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա մի հավատքով, մի մգրտությամբ, մի հոգով ճաշտում եւ թավանում են Սուրբ Երրորդությունը որպես մի Աստված, մի Տեր ու միացած են իրար եւ Աստուծո հետ մի անգերտ սիրով ու երկրավոր գոչման մի հաստատուն հույսով։ Ուրեմն սիրելիներ, եկեղեցի կնշանակե հավատացյալներու խումբ։ Ինչ հավատացյալներու։ Ոչ թե ուրիշ գրոններու հավատացող։ Ուրիշ գրոններու հավատացողներու խումբին եկեղեցի չեն կոչել, այլ անոնք, որոնք Քրիստոսի գավադան եւ գտավանին Սուրբ Երրորդությունը, անոնք կովկովիկալով կգազմեն եկեղեցի։ Հավատացյալներ նույն հավատքը գիսողներու խումբ։ Եկեղեցի մեզ ցույց է տալիս, թե Աստուծո բադվիրանը ոչ թե քարից եւ փայդից է շինված, այլ հաստատուն վեմի վրա հավատքով շինված մարդկանց։ Ապա ուրեմն եկեղեցին ճշմարիտ հավատն է, որ մեզ հավաքում եւ գառուցում է Աստուծո որդու գիտության միապանության մեջ, գսե Սուրբ Սահակ Բարտեվը։ Ուրեմն այս գաղափարի մեջ էական դերը սպաղեցնողը ճշմարիտ գենտանի հավատքն է։ Առանց հավատքի եկեղեցի չկա, առանց հավատքի հավատացյալներ չեն գտնար կովկովիկալ, հավատացյալ չեն գտնար գոչվի, հետբապար եկեղեցի չկազմվի։ Ուրեմն եկեղեցվո հիմքը հավատքն է։ Այն եկեղեցի գազմողը երթեւի ամեն գոմ հույս ու սեր ծավալողը, այնպես որ ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ հավատքի օժարությունը եւ Սուրբ Սիրո հավասարությունը, որ գոմ հորտորում է բոլոր հոժարողներին մեկտեղում է Քրիստոսի մեջ։ Հավատքն է միացնում ամենքին եւ հավատքն է մի հոգի ու մի հոտ դարձնում Աստուծո առաջ, այլև հավատքն է ամենտեղ եկեղեցիներ գառուցում եւ ամեն ազգի իր եկեղեցին միալեզու միախորուրդ հաստատում։ Այս է պատճառը, որ Աստուծո հին ուխտով միացած ժողովուրդն էլ գոչվում է եկեղեցի, սկզբից միայն նահաբետական եւ ապա իսրայելական եկեղեցի։ Մովսեսի ժամանակին էլ գոչվում է ընթորինական նախադիպ եկեղեցի, որի մարմնացում եւ իսկությունը Քրիստոսի եկեղեցին է, որովհետեւ օրենքի եկեղեցին իր առավել զգալի ցեվագերբությամբ հավատք եւ ավետիք էր միայն ներշնչում, մինչդեռ Քրիստոսի իսկական եկեղեցին հավատք է վարում եւ շնորհ տալիս բրգության լույսի մեջ։ Ըստ որում եկեղեցին երում է Աստվածային հոգու գրակով, որ մեղքերի գիզիչն է եւ Քրիստոսի հավատացյալների հոգիների որոքիչը։ Ուրեմն գսե Աշակ Դերմիկելյանը, որ անցյալին հրյական ուրեմն հավաքույթը նաեւ անիգա եկեղեցի էր, որովհետեւ նույն հավատքն էր Աստուծո հանդեպ, որ զիրեն կմիացներ, սակայն հրյական այդ հավաքույթը նախադիպն էր, նախօրինակն էր, շուքն էր քալիք եկեղեցին, որ Քրիստոսով հավատացյալները իրարու միախմբեց։ Եվ որովհետև անհատն է Աստուծո առարչական կորձի նպատակը, Աստուծո արքայությունն է այդ նպատակի իրագործումը եւ դարձյալ անհատն է նրա սկզբնավորության հիմքը, ուստի հավատն է, որ անհատին թե հիմք է դարձնում, թե նպատակ եւ թե նրա գոչումն է իրագործում մինչեւ վախճանը։ Բայց մենք գիտենք, որ Քրիստոս է իր արքայության սկիզբն ու կատարածը, այդն ու ֆեն, իր եկեղեցու հիմքն ու գլուխը, վեմն ու գդարը, կյանքն ու փրկությունը, ահա եւ անհատը եկեղեցու հիմք, վեմ ու նպատակ է դառնում միանալով իր հավատքով Քրիստոսի հետ։ Քանի որ Քրիստոս ինքն է սիրելիներ, գլուխը, վեմը, ամեն ինչին գդարը, հետեւաբար ով որ հավատա Հիսուս Քրիստոսի, անիգա է որ կմիանա Քրիստոսի։ Անհավատը եկեղեցի չէ, չի գնար եկեղեցի գազմել։ Հավատքով անհատի մեջ է բնակվում Քրիստոս
եւ ինքն իսկական վեմ լինելով վեմ է դարձնում նրան իր եկեղեցուն եւ նույն անհադին դանում թեպի նրա գոչման իրականացումն իր արքայության մեջ։ Սիրելներ, եւ որ գավադան Քրիստոսի, մենք այդ վեմին վրա հաստատված կլանք։ Քրիստոսի վեմին վրա հաստատված կլանք եւ եկեղեցու վրա հաստատված կլանք, որովհետեւ Քրիստոսի եկեղեցին վեմն է նաեւ իր մոտ։ Հավատքով անհատը դառնում է Աստուծո դաջարը։ Հավատքով անհատները մարմնական միության պայմանների մեջ մեկտեղվում են եւ դառնում Աստուծո եկեղեցին եւ հավատքով յուրաքանչյուր եկեղեցի դառնում է Աստուծո արքայության կորձունյա եւ կենթանի դիբարն ու դառը, ըստ որում մենք թեպետեւ մարմնով երկրում ենք, բայց հավատքով շինված ենք երկնքում, ասում է Սուրբ Վարդան Մամեգոնյանը։ Մենք սիրելիներ, ինչպես որ Սուրբ Վարդանը գսե, թեև մարմինով երկրի վրա գտնվենք, սակայն հավատքով մենք երկնքի մեջ ենք։ Եվ իսկապես այս է հավատքը, որ մեզ գահավաքի կովկովի եկեղեցի գբերե եւ այդ եկեղեցին Աստուծո արքայության մաս կգազմե։ Եվ որովհետեւ եկեղեցու վեմը Քրիստոս է, եկեղեցու ժայռը վեմը Քրիստոս է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ եկեղեցու գլուխը դարձյալ Քրիստոս է։ Ուստի եւ մենք հավատքով հաստատվելով այդ վեմի վրա, այդ մարմնի մի անդամը դառնալով եւ այդ գլխի տակ գարավարվելով, անվրդով եւ անշարժելի ենք դառնում այս աշխարհի բոլոր հեղեղների ու հողմերի մեջ։ Անխոդոր է դառնում մեր կյանքը եւ անշեղ ընթացքը դեպի փառքերի արքայություն։ Որովհետեւ Քրիստոս վեմ է, ժայռ է եւ անսասան է, հետեւաբար երբ որ մենք Քրիստոսի կմիանանք, հավատալով Քրիստոսի եկեղեցու անդամ կդառնանք սիրելներ, այդ ժամանակ յանքի հողմերը, նեղությունները, փոթորիկները չեն գտնար սասանեցնել մեզ, որովհետև այդ վեմը անշարժ է։ Այդպես եւ եկեղեցին հաստատուն է այդ վեմի վրա, որ է Քրիստոս, սնունդ է առնում իր աճման ու զարգացման համար մի որդից, որդադունգից, որ է Քրիստոս, Քրիստոս ասավ, ես եմ որդադունգը, ով որ ինձի միացած կմնա, բդուղ կուտա, ան որ կգդրվի այդ որդադունգեն, բդուղ չի դար։ Ուրեմն եւ իր ամբողջ կյանքում եւ ընթացքում ներտաշնակվում ու բացաճվում է աշխարհի բոլոր պատմական հանգամանքների մեջ Քրիստոսով դրված Սուրբ Հոգով։ Եկեղեցու այսպիսի ապահով կյանքը պայմանավորված է միմիայն այն գարկատրությամբ, որ արեց Քրիստոս, այն է Սուրբ Հոգու ներկործությամբ նրա առաքյալների նախանցախնդիր հուզավարումով։ Սուրբ Հոգին է որ սիրելներ, որ Քրիստոս ուղարկեց իր հորմեն խնդրելով, Սուրբ Հոգին է որ մեզ գմիացնե եւ զորավոր գբահե։ Նրա առաքելոց եկեղեցու հիմնադրությամբ եւ գազմագերբության շնորհակորձությամբ։ Նրա առաքյալներից յուրաքանչյուրի ստացած մեծ շնորներով է աջել յուրաքանչյուր եկեղեցի եւ նրա յուրաքանչյուր առաքյալի ստացած շնորների աջումով է պայմանավորված յուրաքանչյուր եկեղեցու ամբողջ կյանքն ու ապագան։ Քրիստոս եւ որ Սուրբ Հոգին գրկեց առաքյալներուն վրա, առաքյալներն է որ քարոզեցին եւ դարածեցին եւ հետեւաբար առաքյալներու այս հավատքին վրա սիրելներ եկեղեցիները հաստատված են, անորամար նաև մեր եկեղեցին կգոչվի առաքելական, որտեղ Թադեոս եւ Բարթոլոմեոս առաքյալներու մեզի սորվեցուցած հավատքին վրա է որ հիմնված է մեր հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Ոչ մի ժողով չի կարող ճշմարիտ եկեղեցի գոչվել, եթե գազմագերբություն չի ստացել առաքելական աղբյուրից։ Անոնք, որոնք սիրելիներ առաքյալներու աղբյուրեն իրենք սկիզբ չեն արած, չեն գրնար անոնք ճշմարիտ եկեղեցի գոչվել։ Ոչ մի եկեղեցի չի կարող ճշմարիտ եկեղեցի գոչվել, եթե չի հաստատվել առաքելոց վրա։ Ոչ մի եկեղեցի չի կարող ճշմարիտ եկեղեցի գոչվել, թե չի ունեցել իր առաքյալների միջոցով շնորհապաշ հոգեկալուստը, եւ ոչ մի եկեղեցի չի կարող հաստատություն ունենալ, եթե հաստատված չէ միակ վեմ Քրիստոսի վրա եւ մի գլուխ Քրիստոսի ներքո։ Անոր Քրիստոսը իրեն գլուխ չի ճանչնար, անիկա եկեղեցի չի գրնարլա։ Եկեղեցին սկսվում է Քրիստոսով, հիմնվում է Սուրբ Հոգու կալուստությամբ առաքյալների մեջ, հիմնադրվում է յուրաքանչյուր առաքյալի ցերկով եւ իր ճշմարիտ զարգացման ընթացն է ստանում ամեն մի առաքյալի ճշմարիտ ու շնորհավետ հաջորդությամբ։ Ահա այս է ճշմարիտ եկեղեցու ցակման, աճման, զարգման եւ զարգացման ընթացն ու ուղղությունը։ Սրա որովայնի արքանքը գենթանարար ավազանն է։ Եկեղեցին արքանքը ավազանն է, սուրբ մգրդության ավազանն է։ Սրա հարսանիքի շուրջպար բռնողները առաքյալներն են, գսե Սուրբ Նարեկացի։
Եկեղեցու հիմնադրության եւ կյանքի այդ սկզբունքից բարձաբես հետևում է, որ նրա էության անխախտությունը եւս ապահովված է Սուրբ Հոգու խնամածությամբ։ Սուրբ Հոգին ինքն է, որ կխնամե եկեղեցին։ Կյանքի հանգամանքներն ու մարդկային մոլորությունները կարող են զանազան բարականերով փարթել եկեղեցու վիճակը, նրա ժամանակային ու դեղական պայմանները, մինչև անգամ թյուր ձևակերպություններու մեջ դնել, սակայն դրանով Քրիստոսի եկեղեցու էությունը չի խորտակվում։ Սիրելիներ, դժբախտաբար գրնան ժամանակներ ըլլալ եւ կան մշտապես եղած են, որով եկեղեցվո մեջ սխալմը կգադարվի եկեղեցականներու կողմէ անշուշտ կամ ղեկավարներու կողմէ, բայց անիկա բացարձակ կերպով եկեղեցու հավատքը եւ վարտաբերությունը չի խախտեր, եկեղեցու էությունը չի խախտեր։ Հաջող գրգին թյուրություններ ու մոլորություններ, մանավանդ որ դրանք ազատ գամքի հետևանք են, ինչպես տեսանք նախընթացում, եւ ինչպես է լինեն գծարային հավատացյալների ու ճշմարտության գաստուրմանն ու զորացմանը, կամ աստվածային կորձի մշակների շադանալուն զարգ կդան, այլև այն ժամանակի ու դեղի բարակայով, որոնց թելատրանքով դրանք առաջացել են, Քրիստոս դարձյալ ճշմարտության ցայնը կփաշտացնի եւ մոլորությունն իր զարգացման ծայրին հասնելով բնականաբես գխորտագի։ Սիրելներ, որքանալ մոլորություններ բադահին եկեղեցու կյանքի մեջ եւ գարձիվի, որ եկեղեցին պիտի գործանի, թող լավ իմանա ամեն մարդ։ Եկեղեցին չի գործանիր։ Հիսուս ասավ նույնիսկ թժողքի դռները պիտի չգրնան, թժողք իր զորությամբ, ամբողջական զորությամբ պիտի չգրնա խորտագել եկեղեցին։ Այդ մոլորությունները կխորտագվին, բայց եկեղեցին միշտ կանգուն կմնա։ Հետևաբար, աշխարհի բոլոր անողոք խառնաշփոթությունների մեջ Քրիստոսի եկեղեցին հաղթող դուրս կգա եւ կգնա դեպի ավարտը։ Ինչպես արեքագի ջարակայտները սկզբից ցակում են, հետո ցավալում, այդպես էլ ամփոփող իսկության էության ճշմարտությունը։ Աստված սրբության հետ է, ուրեմն նա նրա հետ է, ով միանում է ճշմարտության ու սրբության հետ եւ գրվում խավարի դկիդության եւ անսրբության թեմ։ Այս այնքան ագներև է հստակ է, որ անհավատ բարսիկներին անգամ ցանոթ էր, երբ Վահան Մամիկոնյանն ասում էր. Ես եւ արդարության ուխտաբահությունը գրվում ենք միասին, իսկ դու եւ ուխտագնացության սդությունը միասին եք, եւ արդ դու ինձ ինչպես կարող ես հաղթել։ Եվ որ ճշմարտությունը մեզի հետ է, սիրելիներ, մեկը չի գտնար մեզի հաղթել։ Ասացինք, որ եկեղեցին ինքն իր մեջ Աստուծո արքայության իրականացումը լինելով միանգամայն եւ իրականացնող հաստատություն է։ Ըստ այսեմ Քրիստոս իր եկեղեցուն է հանձնել Սուրբ Հոգու շնորհների փաշխումը, Սուրբ խորհուրդների արժանացումն ու նրանց միջոցով առաջադրած նորոգ կյանքի հոգատարությունը, խնամածությունն ու քաջալերությունը։ Բնականաբար Քրիստոսի եկեղեցու նպատակն է դարաձել ու զարգացնել Աստուծո արքայությունը ներքուստ եւ արտաքուստ, այսինքն Աստվածային սերմը սերմանել մարդկանց սրտերում, շահեցնել ու շահեցնել դալ Քրիստոսի վստահած դաղանթը, աշխատելով որ դրանք մեկին 100 ու 1000 բդուղներ տան, ու ցկտել արմադախիլ անել աշխարհի չարությունները։ Եկեղեցու նպատակն է սիրելիներ, որ իսկապես Աստուծո արքայությունը թե ներքնաբես թե արտաքնաբես դարածվի եւ ամեն անհատ հավատացյալ բդուղ դա անպայմանորեն այդ սերմը Աստուծո խոսքի սերմը, որ սերմանվի մարդու սրտի մեջ, մեկիդեղ 100 բդուղ դա, մեկիդեղ 60, 30 բդուղ դա։ Ուրեմն եկեղեցու կորձունեությունը բادرազմական է, ըստ որում նա մարդկանց ծննդակորձում է թրագանաբես, Աստուծո որդիներ դարձնում, շնորհակորձում թեպի ճշմարիտ կյանք ու դանում թեպի փառքի արքայություն, իսկ բացասականաբես գրվում է սատանայի իշխանության թեմ, հալածում է խավարը, չկացնում է չարության արմատն ու մտցնում ճշմարտության ազատությունը մարդկանց սրտերի մեջ, խորտակելով մեղքի քերությունը։ Մեղքն է մեր թշնամին։ Հետևաբար սիրելիներ, մենք պետք է պայքարենք մեր մեղքին թեմ, ոչ թե իրարու թեմ։ Եվ մենք հաղթական դուրս կգանք Քրիստոսով, որովհետև Քրիստոսի մարմնի մաս կգազմենք։ Այս բادرազմական կորձունեության պատճառով եկեղեցին գոչվում է զինվորյալ, քանի որ մենք պայքար է որ կմղենք հոգևոր պայքարի այս կյանքի մեջ, հետևաբար աբրողներս կգոչվենք զինվորակրյալ եկեղեցի, զինվորյալ եկեղեցի։ Ուրեմն այս բادرազմական կորձունեության պատճառով եկեղեցին գոչվում է զինվորյալ,
որ զինված է Սուրբ Հոգու զենքով, զանազան փորձությունների, սխալանքների ու թերությունների դեմ, որ ղեկավարվում է իր ամենազոր Թագավորի պաշտպանությամբ եւ առաջնորդվում է բادرազմի դաշտով դեպի հաղթանակ դարած հանգուցյալ սրբեր ներհրեշտակների հետ կոչվում են անթրանգած կամ հաղթական եկեղեցի, որ վայելում է երկրավոր փառքի խնդությունն ու խաղաղությունը։ Ուրեմն մենք ողջերս կգոչվենք զինվորակրյալ եկեղեցի, իսկ անոնք, որոնք այս ցանկի բայկարեն վերջ հաղթած են մեղքին, անոնք սիրելներ կգոչվին անտրանիկներու եկեղեցի կամ հաղթական եկեղեցի եւ անոնք խաղաղության մեջ կաբրին, ուրախության մեջ կաբրին։ Անտրանգած եկեղեցին, այսինքն մեզ անոնք, որոնք բաժնված են հաղթական եկեղեցին, բաժանված է զինվորյալից միմիայն մարնաբես։ Անոնք, որոնք սիրելներ մահացել են, կացած են եւ հաղթանակած են, անոնք մարնաբես մեզ մեկը բաժնվին։ Ըստ որում նույն հավատքը եւ նույն անցյալը դրանց կապում է միության մեջ, քանի որ նույն հավատք ունենք, հետեւաբար մեզ իրարու կգաբե հաղթական եկեղեցին կգաբե զինվորակրյալ եկեղեցին։ Այնպես որ ճշմարիտ եկեղեցին ոչ առանց զինվորյալի է եւ ոչ առանց հաղթականի։ Այլև հաղթական եկեղեցին զինվորյալի հաղթության երաշխիքն է, իսկ զինվորյալ եկեղեցին հաղթականի դրսևորումը։ Դրանցից մեկի կամ մյուսի չլինելը ժխտում է եկեղեցու էությունը եւ այլ փրկագործական ընթացքը, որով եկեղեցին դառնում է մարդուն դեպի համտերցյալը ին անհատ ճանապարհով եւ ապահովությամբ։ Զինվորյալ եկեղեցին եւս իբրև Աստուծո արքայության իրականացում իր անդամների մեջ որևիցե խտրություն չի տնում, այլ ամենքը մեկ են եւ յուրաքանչյուրն իր առավելությունը ստանում է Աստուծո առաջ միմիայն իր գենտանի հավատքի զորությամբ ու պայքարով։ Ամենքը հավասար ենք։ Սիրելներ, մեր առաջ առավելությունը այն է, որ ով որ իր հավատքի մեջ ավելի կխորանա, կրնա սիրելներ առաջանալ, բայց ամենքս Աստծո դիմաց մեկ ենք։ Յուրաքանչյուրն ըստ իր չափի կարողության շահեցնելով իրեն հանձնված կանգարը, դաղանթը, որ Աստված կուտա, փայլում է միմիայն աստվածային այլ շնորհքով, որին ինքն ընդունակ է դառնում եւ արդյունավորել է կարողանում, որի մասին է Սուրբ Հայրերն ասում են, խոսն ուղելով Աստծուն, քուհանում են քեզնից, ով փրկիչ, որ Սուրբ Գրիգորի հոդից շատ ավելի ոչխարներ ստեղծեցիր, քան փանական հովիվներ, եւ ժողովրդից շատ ավելի աշակերտներ հորինեցիր, քան քիդուն վարդապետներ։ Սակայն զինվորյալ եկեղեցին Աստուծո արքայությունն իրականացնող հաստատությունը լինելով ունի եւ իր պաշտոնադար կամ ուսուցանող անդամներին, որոնք սկզբից իսկ զանազան անուններ են գրել, ինչպես են Արաքյալ, Ավետարանիչ, Դեսուչ կամ Եպիսկոպոս, Վարդապետ, Երեց, Սրբության պաշտոնյա, Հովիվ, Աստուծո կամ Տիրոջ ծառա, Քրիստոսի պատգամավոր, եկեղեցու հրեշտակ, պատգամավոր, Աստուծո խորհուրդների կամ շնորհների դնդես կամ հազարաբեդ, Աստուծո այր, ջրակ, աղ եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն արդայդում է հոգեվոր պաշտոնյայի մի բարտավորությունը կամ նշանակությունը։ Ուրեմն սիրելներ, թեև եկեղեցին հավասար է, անդամները հավասար են, բայց սկսե դերը իր շնորհներով ոմանց ընտրած է, որբեսի առաջնորդեն ժողովուրդը, որբեսի իր խոսքը կարոզեն, այսինքն գրոնավորները, եւ զանազան անուններ ունին այդ գրոնավորները, առաջ կգոչվեին Արաքյալներ, Ավետարանիչներ, հետո սկսան գոչվել եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ այլն, եւ յուրաքանչյուրը իր բարդականությունը ունի։ Դրանք առավելակույն շնորհ են ստանում ըստ կոչման եւ ըստ ծերնատության, ուստի եւ ենթակային առավելակույն բարդավորության ու պատասխանատվության։ Քանի որ գրոնավորները շնորհ կստանան ծառայելու, հետեւաբար իրենք բարդավորություն Աստուծո դիմաց ավելի բարդավոր են եւ ավելի պատասխանատու։ Նրանք հոգացող են ոչ միայն իրենց անձանց, այլև այն ամենքին, որոնց բարեկեցության պատասխանատվությունը ստացել են Աստծուց։ Գրոնավորը սիրելներ գրկնակի բարդականություն ունի իր անձը պահպանել եւ նաեւ իր հոդի անդամները պահպանել։ Խոսքը վանական միության մասին է, որ մարմնացնելով իր մեջ ճշմարիտ եղբայրությունը նվիրվում է ժողովրդի գրթության եւ գարոդյալներու ու դանչվողներու օգնության, մխիթարության եւ ամոկման կորձին։ Ըստակ է, թե որոնց մասին է խոսքը։ Նրանց հոգացողության հանձնված մասն էլ ժողովուրդն է, իսկ անոնք, որոնք այս գրոնավորներուն հանձնված են, ժողովուրդն են, որ գոչվում է հոդ, ոչխարներ, գառներ, եղբայրներ, դիրոջ ժողովուրդ, արքայության որդիներ, Աստուծո որդիներ եւ այլն։
Այդ անուններից ամեն մեկն արտահայտում է այն վերաբերմունքը, որ պետք է ունենա ժողովուրդը Քրիստոսի եւ Աստվածային պատվիրանների նկատմամբ։ Սակայն այս մի գդրական բաժանում չէ, այլ թե Պաշտոնակատար դասը, եթե ժողովուրդը գազմում են Քրիստոսի հոդը։ Չգարձենք, որ ուրեմն բաժնված են ամեն մեկը դարբեր են, ոչ, թե հոդը, ժողովուրդը, թե առաջնորդները Քրիստոսով մեկ են, անբաժան են։ Դրանք իրարից դարբերվում են նրանով, որ առաջին ունի ծերնադրություն, գրոնավորներ ծերնադրությունին եւ ըստ ծերնադրության որոշ բաշտոն եկեղեցում, մինչդեռ միևնույն են նրանով, որ երկուսի գոչումն էլ նույնն է, այսինքն ըստ իր կարողության աշխատանքի ու գիտության եւ ընդունած շնորհների ուսումնասիրել ճշմարտությունը, կործակցել Աստուծուն եւ դարաձել ու զարգացնել Աստուծո արքայությունը։ Ինչպես որ սիրելիներ բարձ ժողովրդին, այնպես էլ գրոնավորներուն բարդականությունը Աստծո արքայությունը դարաձել։ Հետևաբար բոլորին գոչումը նույնն է։ Այսպես եւ առաքյալները վճռական իրավիճակներում իրենց հավատացյալների ժողովի հետ հոգու միությամբ էին կորձում, ինչպես կգարտանք առաջին Կորինթացիներուն նամակի 5-րդ գլխու մեջ։ Եվ վերջին մասը, ուրեմն վերջին բարբերությունը գարտամ, գսե եկեղեցու էությունն ու մեծ նշանակությունը խոստովանվում է թրամփացեքի հանդեսին, փրկության թրամփացումը խնդրող ժողովրդի կողմից։ Գիտեք, որ Զարգազարդի երեգոյան թրամփացեք տեղի կունենա եւ այդտեղ սիրելներ ժողովուրդը խնդրանք կնե, ժողովրդի անունով քահանան խնդրանք կնե ներս եղողին, որ փած մեր դիմացը դեր թերները դիրոջ կնե։ Ուրեմն գսե սա մեզ համար անարատ մայր է, ժողովուրդն է սողը եկեղեցին համար, որ եկեղեցին մեզի համար անարատ մայր է։ Սրանից ենք ծնվում մենք իբրև լույսի եւ ճշմարտության որդիներ։ Սա է մեր կյանքի հույսը եւ սրանով ենք գտնելու հոգիների փրկություն։ Եվ որովհետև սա մեզ համար արտարության ճանապարհ է, սրանով ենք բարձրանալու Քրիստոսի մեր երկնավոր հոր մոտ։ Ըստ որում եւ եկեղեցին իր ամբողջ գոյությամբ ներկայացնում է Աստծո երկնավոր արքայությունը երկրի վրա, այնպես որ Սուրբ Հովան իմաստասերը իրավամբ կրում է։ Քահանայապետը, որ սրա մեջ է եւ աշխում է ճշմարիտ շնորհներ, մեծ քահանայապետի օրինակն է։ Ուրեմն Գաթողիկոս, Բաբ, բոլորն ալ սիրելներ մեծ քահանայապետին Քրիստոսի օրինակն են, որից բխող անմահության վտակը Սուրբ Հոգին ցանկ եւ անմահություն է փաշխում մարդկանց, եւ սրանից զատված հոգեվոր պաշտոնյաների դասերը երկնավոր դասերի դարբեր գարկերի եւ պաշտոնյաների զորությունն են խորհրդանշում։ Ուրեմն սիրելներ, առաջնորդները Քրիստոսն է որ կներկայացնեն եւ Քրիստոսից ով պետք է ապրին, իսկ զանազան ուրեմն դասերը, խումբերը, գրոնավորներու երկնավոր դասերը խորհրդանշեն հրեշտակները։ Ահա թե ինչպիսի սրբությամբ եւ գիտակցական կյանքով պետք է ապրի յուրաքանչյուր գրոնավոր, լանիգա գաթոյգոս, եպիսկոպոս, վարդապետ կահանա, որբեսի ժողովուրդ առաջնորդեն Քրիստոսի եւ ոչ թե ժողովուրդը բաժնեն Քրիստոսեն, հերացնեն դիրոճմեն։ Ահա սիրելներ եկեղեցի հասկացողությունը։ Տեսակ թե եկեղեցին անհատ ուրեմն հավատացյալները գապված է գախյալ է, այդ անհատ հավատացյալները եւ Քրիստոսի անտեպ հավատ կունենան կովկովի գուքան եւ Սուրբ Հոգին զանոնք եկեղեցի կդարձնե եւ եկեղեցվո ավազանեն մգրդվելով քրիստոնի որ եկեղեցին հարսն է Քրիստոսի եւ ամեն մեկ հարս ծնունդ կուտա արքանտ ունի եկեղեցվո արքանտը մգրդարանն է այնտեղն է որ մենք կծնինք եւ Սուրբ Հոգի մեզ կմիացնե եւ մենք սիրելներ մեր եկեղեցիները Աստուծո արքայության մաստիկներն են երկրի վրա ամեն մեկ ազգի եկեղեցի Քրիստոսի խորհրդական մարմին մեկ անդամն են։ Եվ ուրեմն տեսանք, թե եկեղեցին սիրելներ երկու մասի կբաժնվի՝ զինվորակրյալ եկեղեցի եւ հաղթական եկեղեցի, որտեղ մեր կյանքը պայքար է ընդդեմ մեղքի, ընդդեմ չարի, ընդդեմ հոգեվոր ուժերուն, հետեւաբար մենք զինվորակրված ենք Սուրբ Հոգին զենքով է որ կպայքարենք։ Եվ անոնք, որոնք հաղթական վերջացած են այս կյանքի ընթացքը, անոնք կգազմեն հաղթական եկեղեցին։ Սակայն այս զինվորակրյալ եւ հաղթական եկեղեցիները մեկ եկեղեցի են, իրարու միացած են, անբաժանելի կերպով։ Միակ բաժանում իրենց մե մարմինն է, այսինքն անոնք հաղթական եկեղեցին մարմին չունին, իսկ մենք տակավին երկրի վրա ենք։ Եվ նաեւ տեսանք թե գսե ուրեմն Աշակերտ Միքելյանը, որ եկեղեցին թեև հավասար է, սակայն դերը խումբը մարդոց գուտա շնորհներ, ավելի շնորհներ, որբեսի ծարայեն մարդոց, եւ այդ մարդիկը գրոնավորներն են, իսկ մյուս մարդիկը
Աստուծո հոտն են, ոչ թե եկեղեցականին հոտն են, այլ Աստուծո հոտն են, փանավոր հոտն են, ոչխարներն են, քառնուկներն են, Աստուծո որդիներն են, եւ գրոնավորները բardավոր են անոնց ծառայելու անսագար կերպով, եւ պետք է սրբությամբ ծառայեն, որբեսի քայտակության բաժար չլան, այլ փրկության։ Ահա սիրելներ, եկեղեցին կդառնա մեր բոլորին մայրը։ Ովևէ մեկը թող չվշտանա եկեղեցին։ Ովևէ մեկը չսե որ ես վշտացել եմ եկեղեցին։ Մեկը իր մորմեն չի վշտանար։ Եկեղեցին մեր սրբությունն է։ Եկեղեցին մեզ Քրիստոսի մարմին դարձնողն է։ Գրնա ալալ որ գտնվին գրոնավորներ, գրնա ալալ որ գտնվին մոլորություններ բադահին մեր թերություններ բադահին մեր եկեղեցներու մեջ, բայց եկեղեցվո հավատքը վարտաբեդությունը անխախտ է, եկեղեցին սիրելներ հզոր է վեմին վրա հիմնված, արաքյալներու քարոզության եւ Քրիստոսի վեմին վրա հիմնված, դժողքի թռներն անգամ, դժողքի իր զորությամբ անգամ չի գնար խորդագել զայն։ Հետևաբար մի երբեք սիրելներ հերանակ եկեղեցին, մի խրովիկ եկեղեցին, անիկա մեր մայրն է, միշտ գարչած մնացեք, որբեսի ամենքս ալ միասին օրմը երկնքի արքայության մաս կազմենք դիրոջ ողորմությամբ եւ մեզ արժանացնելով։ Աստված ձեզ արադավես թողորտնե, Աստված թող հաստատուն բահե մեր եկեղեցին, հայրաքելական եկեղեցին եւ բոլոր եկեղեցիները եւ սիրելներ ճշմարիտ վարտաբեդությամբ, ուղղափառ տավանությամբ մենք ամենքս ընտանանք հավատքի ճամփեն ու հասնենք հավիտենական փառած վսակին։ Փարի եւ օրհնյալ շաբաթավերցեր բոլորին, լավ մնացեք, օրհնյալ մնացեք։